Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 10 հունիսի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվում են Գավառ քաղաքի Միքայելյան փողոցը և փողոցի վրա գտնվող 16, 18 և 20 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը։ Հիմնանորոգումը մեկնարկել է ներքին ջրահեռացման համակարգի կառուցմամբ։ Հիմնանորոգվելու է 1,5 կիլոմետր երկարությամբ փողոցը, կառուցվելու են մայթեր։ Ծրագրի արժեքը կազմում է 435 միլիոն դրամ։ Գումարը համամասնորեն տրամադրվելու է պետական և համայնքային բյուջեներից։ Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասանուհի Ջուլիետտա Ստեփանյանին։ Երիտասարդները մտերմիկ շփման միջոցով բացահայտել են սիրելի դերասանուհու կերպարը։ Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնը հյուրընկալել է դերասանուհի Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ջուլիետտա Ստեփանյանին։ Հանդիպման նախաձեռնությունը Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի համակարգող Անի Պետոյանինն է։ Այսօրվան շատ երկար ենք սպասել ու այն որ երիտասարդները այսօր ունեցան այն հնարավորություն ձեր հետ կենթանի շփման ու ծանոթանալու ձեր կենսուրախ կերպարի հետ, դա իրապես մեծ ձեռքբերում է մեր բոլորիս համար։ Շնորհակալություն, որ պատմեցիք ձեր ներկայությամբ մեզ այսօր մեր համայնքում, մեր լուսավոր կենտրոնում, որովհետև այս կենտրոնը զուտ պատեր չեն։ Ճիշտ է, ինքը ֆիզիկական երկու գույնից բաղկացած պատերով տարածք է, բայց տարվա ընթացքում այս կենտրոն շատ երիտասարդներ են գալիս ու երիտասարդների հիմնական նպատակը կենտրոն մուտք գործելուց բացահայտել հենց ինքներն իրենց։ Ես իհարկե գյումրեցի լինելով Գյումրիում չեմ աշխատել, բայց Գյումրիում յուրախաղերի եղել եմ Հրազդանում, Քյավառում հրաշալի ընդունելություն ունեցավ, որ ասում են ժողովրդական լեզվով ջիգյարով մարդիկ ընդունեցին ու ես չի կարողանում բեմից դուրս գալ հաճույք էի ստանում այդ ժողովրդից։ Հանդիպման հենց սկզբից ձևավորվում է անկեղծ ու անկաշկալ մթնոլորտ։ Սիրելի դերասանուհուն ամենատարբեր թեմաներով իրենց հարցերն են ուղղում երիտասարդները, այդպիսով իրենց համար բացահայտելով եւ ամբողջացնելով նրա կերպարը։ Կամ մարդ ձեր կյանքում որ ձեզ ոգեշնչում է։ Աստծուն ես պապա եմ ասում ու այդպես եմ խոսում իր հետ, կենթանի Աստծու նման, ես ամենուր եմ խոսում իր հետ։ Իմ պապաս ինձ ոգեշնչում։ Դերասանուհին էլ պատրաստակամորեն ու սիրով զրուցում է երիտասարդների հետ, ներկայացնում կենսական ու աշխատանքային իր փորձը, նրանց խորհուրդներ տալիս ու մաղթանքներ հողում։ Ինչքան էլ ուզում ա բարձրագույն սովորեք, ինչ էլ աշխատեք, ինչ էլ չանեք, եկեք հետ վերադարձեք, պահեք ձեր երկիրը, ձեր քաղաքը, ձեր գյուղը, ձեր գավառը, ձեր ամեն ինչը պահեք։ Հանդիպումը եզրափակվում է Գավառի շնորհալի երիտասարդների գեղարվեստական ողջույններով և կրկին հանդիպելու ակնկալիքով։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, գեղամա օր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականի իլրումն բաժինը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Գավառ քաղաքի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցն արդեն 4-րդ տարին է հյուրընկալում Գրիշա Ափրոյանին նվիրված բասկետբոլի հուշամրցաշարը։ Մարզական իրադարձությունը մեկնարկում է բացման հանդիսավոր արարողությամբ։ Այս տարի հուշամրցաշարին մասնակցում են Գավառի համար 3 հիմնական դպրոցի և մարզադպրոցի, Սևանի, Մարտունու, Վերին-Գետաշենի և Չարենցավանի թիմերը։ Ներկայացվում են Գրիշա Ափրոյանի ընտանիքի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող հուշամրցաշարի պատմությունն ու անցկացման կարգը, որից հետո թիմերը պատրաստվում են հանդիպումներին։ Անցյալ տարի ունեինք հիմնականում միջազգային բնույթ էր կրում, որովհետև հրավիրել էինք Մոսկվայի թիմին, Թբիլիսի թիմին, Արթիկին, որպես հանրապետության չեմպիոն եւ Գավառի թիմին։ Այս տարի կազմակերպիչները իրենց ցանկությունով մտածեցին, որ ավելի լավ է սպորտը, բասկետբոլը զարգացնենք մեր մարզում։ Դրա համար մենք անդրադարձել ենք մեր մարզը։ Երրորդյա հուշամրցաշարը բացվում է Գավառի մարզադպրոցի և Վերին-Գետաշենի թիմերի հանդիպմամբ։ Թիմերը մրցաշարին նախապատրաստվել են պատասխանատվորեն և հաղթողի կոչումը նվաճելու պատրաստակամությամբ, նշում են մրցավարն ու մարզիչները։ Սրանով է պայմանավորված երիտասարդ բասկետբոլիստների խաղի դիտարժանությունը։
Յուրաքանչյուր տարի մարզական այս միջոցառումն առանձնանում է որոշակի ուղղվածությամբ, սակայն հիմնական նպատակը մնում է բասկետբոլի զարգացումն ու տարածումը մարզասերների շրջանում։ Անց է կացնում շրջանային եղանակով, երկու խմբով, շատ լավ անցնում են մրցումները, ցավոք սրտի բասկետբոլը մեր մարզում մակարդակը ցածր է, եթե համատենք, օրինակ թե անցյալ տարվա հետ, բայց մենք հույս ունենք, որ այս մրցումները նպաստելու են նրան, որ մեր մարզում նույնպես բասկետբոլը զարգանա, որովհետև մենք հիշում ենք ինչ լավ ավանդույթներ կար բասկետբոլի, Մարտունիում, Սևանում, Քյավառում, մենք Քյավառում խաղում էինք բարձրագույն խումբ բասկետբոլի։ Այս մրցաշարը մի յուրահատուկ ավանդույթ է դարձել մեր Գավառի սպորտ սիրողների համար, որ տարին մի անգամ կազմակերպվում է նման խոշոր միջոցառում, 4-րդ տարին է, մասնակցում ենք այս միջոցառմանը, բավականին լավ արդյունքներ են գրանցել։ Այս տիպի միջոցառումները իր դրական ազդեցությունն են ունենում մարզի բնակչության, հասարակության, նամանավանդ երեխաների համար։ Տարեց տարի ավելանում են սպորտ սիրողներն ավելի, մենք էլ փորձում ենք զարգացնենք բասկետբոլը Գավառ համայնքում։ Մեծ սիրով մասնակցում ենք միշտ Գավառ քաղաքի իրավերքներին, իսկ առաջի անգամ մասնակցում ենք այսօրվա մրցաշարին։ Մարզաձևին նպաստում են նմանատիպ մրցաշարերը, ասեմ մասսայականացնում է նախ, երեխաները սկսում են ավելի սիրել, ավելի տեղեկացված լինել, թե բասկետբոլը ինչ է իրենից ներկայացնում եւ այդ հիմք հանդիսանալով նրանք ցանկություն են ունենում շարունակել, պայքարել եւ պարապել։ Գրիշա Ափրոյանի հիշատակին նվիրված մրցաշարն այս տարի առանձնանում է նաև աղջիկների մասնակցությամբ։ Բասկետբոլի նկատմամբ նրանց հետաքրքրությունը դուրս է գալիս սիրողական մարզումների շրջանակից եւ հնարավորություն տալիս իրենց կարողությունները դրսեւորելու մարզական տարբեր միջոցառումների մասնակցությամբ։ Ինքը դժվար խաղ էր, բայց մենք խաղացինք որպես թիմ եւ ամեն ինչ ստացվեց։ Ես 6 ամիս արդեն խաղում եմ կամ 8 ամիս, բայց էսի իմ 9-րդ խաղն է, բայց ես հայերի հետ երբեք չեմ խաղացել, էդ էր նոր իմ համար։ Առաջին անգամ եմ նման մրցույթների մասնակցում, շատ էմոցիաներ ունեցանք, շատ հավես էր, մենք մեր թիմով մեզ լավագույնը դրսևորեցինք, մյուս խումբը էլի շատ լավ էր խաղում, բայց մենք դեռ շատ սովորելու տեղ ունենք այս ասպարեզում, կսովորենք, էլի կգանք ու հաղթանակներով կվերադառնանք տուն։ Երորյա հուշամրցաշարն ամփոփվում է պարգևատրումների հանդիսավոր արարողությամբ։ Չարենցավանի մարզադպրոցի թիմը մրցաշարի առաջին տեղն է նվաճում, երկրորդ տեղում Գավառի մարզադպրոցի թիմն է, Մարտունու թիմը գրավում է 3-րդ տեղը։ Մեդալներն ու գավաթները հանձնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գեգամ Չարվադարյանը եւ Ափրոյան ընտանիքի բարեկամ հուշամրցաշարին իր աջակցությունը ցուցաբերած Գեգամ Սիրունյանը։ Հաղթող թիմերից բացի պարգևատրվում են նաև 6 թիմերից յուրաքանչյուրի 2 լավագույն խաղացողները։